Եվ նաև պիտի փաստեմ, որ մեր ձեռնարկած միջոցառումների արդյունքում 42.2%-ով ավելի զենք զինամթերք ենք առգրավել, քան եղել է 2024 թվականի կտրվածքով։ Անդրադառնալով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը, նշեմ, որ 2025-ին մենք ընդունել ենք լիովին որակապես նոր ռազմավարություն, որը թիրախավորել է թե թմրամիջոցների ապօրինի շրջանառության շրջանակներում հանրային առողջապահությունը եւ թե նաեւ հանրային անվտանգությունը։ Տարիներ շարունակ մենք անընդհատ խոսում ենք միայն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի մասին, բայց կարիք կա վերադառնալու դեպի մարդը եւ հասկանալու թե հանրային անվտանգության տեսանկյունից ինչպիսի գործիքակազմեր է, որ պետությունը պիտի ձեռնարկի եւ ըստ այդմ այս ռազմավարությունը բացառիկ է այս տեսանկյունից։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը աճել են 614-ով կամ 20.4%-ով։ Միևնույն ժամանակ հայտնաբերվել է թմրամիջոցների իրացման 243-ով ավելի դեպք։ 2025 թվականի կտրվածքով հարգելի լրագրողներ ՀՀ իրավապահ մարմինների կողմից ընդհանուր առմամբ առգրավել է 768 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը 80%-ով ավելին է նախորդ տարվա համեմատությամբ։ Սա կարևոր նվաճում է իրավապահ համակարգի տեսանկյունից, որովհետև այստեղ ոչ թե մենք գնացել ենք մանր չափականակներով թմրամիջոցների հետևից, այլ ավելի խոշոր խմբականակների հետևից եւ արձանագրել են հիմնականում ներմուծման դեպքերի մասով ավելի մեծ խմբականակի առգրավում որպես այդպեսին եւ ռազմավարական մոտեցումը շատ սինխրոն իրավապահ ամբողջ համակարգում կարողացել ենք տեղ հասցնել եւ այս պայծրությամբ նմանատիպ լավ արդյունքային ցուցանիշներ ունեն։ Եվ բնականաբար դեպքերի մասով աճի տեսանկյունից այստեղ աճի ընկնում հատկապես պարեկային ծառայությունը, որտեղ պարեկային ծառայության կողմից աճել են բացահայտված հանցագործությունների թվերը եւ ես պիտի նշեմ, որ 2025 թվականին պարեկային ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության 2414 դեպք նախորդ տարվա 1866-ի դիմաց եւ առգրավել է պարեկային ծառայության ջանքերով շուրջ 32 կիլոգրամ թմրամիջոց։ Հարգելի գործընկերներ, մենք ընթացիկ տարում նաև քննարկել էինք փոստային առաքանիների հետ կապված տարբեր հարցեր, երբ որ չէինք կարողանում իդենտիֆիկացնել կոնկրետ փոստային առաքանին եւ շատ հաճախ ունենում էինք փոքր չափականակներով նաև թմրամիջոցների ներմուծման իրավիճակներ եւ պիտի փաստեմ, որ պետական եկամուտների կոմիտեի մեր գործընկերների հետ համագործակցությամբ որոշակի փոփոխություններ ենք իրականացրել փոստային առաքանիների թեմայում եւ արդեն իսկ ավելի պարտադիր է դարձել ստացողի մասով նշումը եւ այս տեսանկյունից պիտի փաստեմ, որ 30.1%-ով այսպիսի ներմուծման դեպքերը կրճատվել են այս քաղաքականության որդեգրման արդյունքում։ Ճանապարհատրանսպորտային պատահարներին եւս ցանկությունն եմ անդրադառնալու եւ նշելու, որ մեր հանրապետությունում գնալով ավելանում է տրանսպորտային միջոցների թիվը, գիտեք, որ այն հասնում է շուրջ 1 միլիոնի եւ այս պայմաններում տրամաբանական է, որ սինխրոն աճում է նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, բայց ես ուզում եմ փաստել, որ կրկին գալով պարեկային ծառայության աշխատանքին մենք արձանագրել ենք, որ չնայած այսչափ տրանսպորտային պարտքի առկայությանը Հայաստանի Հանրապետությունում մենք գրանցել ենք հատկապես ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թվի նվազում։ Անցած տարի մենք ունեցել ենք 50-ով պակաս զոհեր նախորդ տարվա համադրությամբ։ Եվ եթե վերլուծենք 24 եւ 25 թվականների կտրվածքով պարեկային ծառայության աշխատանքը, ուրախությամբ պիտի փաստեմ, որ մենք ունեցել ենք 95 խնայված կյանք Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին։ Այս առումով բնականաբար դեռ մեծ աշխատանք ունենք տանելու, հատկապես մեր վարորդների, երթևեկության մասնակիցների անվտանգային մշակույթի ձևավորման, սերման տեսանկյունից եւ կարծում եմ, որ առաջիկա տարիների կտրվածքով այստեղ ավելի լավ պատկերներ կունենան։ Շարունակելով պարեկային ծառայության մասով արդյունքային ցուցանիշները, նշեմ, որ պարեկային ծառայողները անցած տարվա կտրվածքով բացահայտել են շուրջ 14800 հանցագործության դեպք, իսկ 2024 թվականին այս թիվը եղել է շուրջ 11000։ Այսինքն տեսնում ենք, որ կրկին ավելի մեծ թվով հանցագործություններ են բացահայտվել պարեկային ծառայության կողմից եւ նշեմ նաեւ, որ շարունակելու ենք պարեկային ծառայության կողմից արդյունքային այսպիսի ցուցանիշների ամրապնդման աշխատանքները, որովհետև մի շարք ուղղություններ կան, որոնցով որ կայունացման արդյունքների կայունացման խնդիր ենք մեր առջև դրել, որպեսզի շատ ավելի լավ պատկեր ունենանք Հայաստանի Հանրապետությունում եւ նաեւ այս տեսանկյունից մի կարևոր թիվ եմ ուզում հնչեցնել, ինչը ուղիղ կապված է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թվի նվազման հետ։ Մենք անցած տարվա կտրվածքով ըստ էության ունեցել ենք նաեւ մեծ թվով
անձինք, ում որ բարեկային ծառայության հետևողական աշխատանքի արդյունքում զրկել ենք վարորդական իրավունքից։ Այդ թիվը անցած տարի կազմել է 5435, 2024-ին եւս համանման թիվ ենք ունեցել։ Եվ կարծում եմ, այստեղ վստահություն ունենք առնվազն, որ այսպիսի խիստ վարչարարության արդյունքում է, որ մենք ճանապարհներին գրանցում ենք զոհերի թվի նվազում։